Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը ռազմավարական պլան туриզմ հաղորդաշարն է եթերում, երկրորդ խոսափողի մոտ Էլիան Նախաչատրյանը եւ առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ, կառավարման փորձագետ եւ այս դեպքում արդեն գաստրոքեմպի ղեկավար Աննա Մազմանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա, այսօր զրուցենք գաստրոտուրիզմի մասին, հատկապես որ առիթ կա, առիթը արդեն անցել է, բայց շատ լավ կլինի ներկայացնել հաջողված փորձ հատկապես մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Հայաստանը, եթե մենք, չգիտեմ, երևի հասարակ քաղաքացու հարցնենք, երևի թե նա կասի, որ Հայաստանը որպես գաստրոտուրիզմի երկիր քիչ թե շատ կայացած է։ Այստեղ մարդիկ կարող են գալ, մեր համով խաշ ուտել, մեր համով խորոված ուտել, ռեստորանները առնվազն Երևանում, չնայած Երևանից էլ դուրս կան, համեղ ինչ-որ ճանապարհի վրա էլ կան, ինչ-որ ֆուդ կորտեր բավականին համեղ սնունդով եւ այլն, այսինքն ուտելու հետ խնդիր Հայաստանում տուրիստը պիտի որ չունենա, բայց սա տեղացու աչքերով։ Արդյոք տեղացու հայացքը տուրիստի հայացքի հետ համընկնում է, համաձայն եք արդյոք նման գնահատականի հետ։ Բարդ հարց է եւ շատ մեծ, հա, այսպես ասած։ Ինչ է ասում այդ ուտելիքը մեր մասին։ Որ մենք համով ենք եփում։ Ահա, լավ է։ Այդ արդեն ված չի, էլ ինչ է ասում մեր մասին։ Այսինքն, այդ ինչ ուտելիք է։ Այդ խորովածը, որ մենք միս ենք սիրում, չգիտեմ, իրա մեջ մի քիչ երբեմն ներկայացում այդ մասկուլինիթի կոչվածը, որ այ հայկական խոհանոցը շատ տղամարդկային խոհանոց է եւ այլն, բայց դա մենակ խորովածի մասին երբ որ խոսք է գնում, բայց հետո որ խորանում ես արդեն բուն հայկականին ես նայում, ավելի գեղեցկական, ավելի ուրեմն տուրիստին շատ լավ է, այսինքն ինքը գալիս է, հա, ինչ որ ժամանակ դեռ մաչել է այդ ուտելիքը, հա, այսինքն գին որակ, շատ հաճելի, միշտ զարմացած էին լինում, հա, հյուրերը, կարող է լինել շատ տարբեր, հա, եթե այն մարդը, որ ձեզ ուղեկցում է, ինքը գոնե մի քիչ է հասկանում է այդ ուտելիքից ու հասկանում է, որ ամեն մարզում չի, որ դու պետք է գնաս, այսինքն այդ գետի ափին, այդ տաղավարներում ուտես անընդհատ նույն ուտելիքները, կարող է լինել եւ շատ տարբերվող, բայց արդյոք դա մտածված է արվում, այսինքն արդյոք մենք հասկանում ենք, որ պետք է գնանք տավուշ ու այնտեղ պետք է ուտենք շատ կոնկրետ ցանկ ուտեսների ու գիտենք թե որտեղ ենք դա ուտելու կամ արդյոք մենք գիտենք որ գնում ենք Գորիս ու պետք է ուտենք այս հատուկ հա ուտեսները կա այդ հասկացողությունը թե ոչ ինձ ժամանակին կար օրինակ ինչ որ առանձին մեկ ուտեստի հետ կապված, չգիտեմ, Արցախում ժենգյալով հացն էիր ուտում, Գյումրիում քյալա են ասում, ինչ են ասում, ինչ որ առանձին մեկ ուտեստի հետ կապված կարող է լինել։ Բայց մեկ ուտեստը դա բավարար չի, որ դու ուղղակի իմանաս, դա պետք է լինի շատ հստակ ինֆորմացիա ու դու ինչ որ միտեղ պետք է դա գտնես։ Այսինքն հա, թող լինի դա ինչ-որ տուր ագենստվա, հա, բայց նաև այն մարդը, որ ուղղակի բացում է, հա, մեր երկրի մասին ինչ-որ ինֆորմացիա ման գալիս, ինքը պետք է անընդհատ դա տեսնի։ Հա, ոնց օրինակ Իտալիայում, որ շատ հստակ գիտես, որ գնում ես, օրինակ Պարմա, հա, օրինակ դու գնում ես Ռիմ, հա, այնտեղ հատուկ, հա, ուտեսները ու նենց չի, որ ամենտեղ ընդունված է օրինակ ուտել պիցա ու պաստա, հա, օրինակ Վենետիկում դա ընդունված չի, իրանք ունեն իրանց առանձին ուտեսները ու խոհանոց ու շատ նեղանում են, որ ասում ես, բա պիցա, պաստա, դե ձեր մոտ, ասում եմ, մենք ունենք մեր խոհանոցը։ Այսինքն կա այդ ինֆորմացիան թե ոչ։ Ուրեմն ինձ թվում է, որ չկա ձևավորված այդ ինֆորմացիան, չի տարանջատվել, հա, ըստ մարզերի ու մարզերում նույնիսկ, հա, կարող են լինել շատ տարբեր իրարից, հա, գյուղեր, չկան շատ կոնկրետ այն տեղերը, հա, որտեղ որ մատուցում են, դա շատ կարևոր է, հա, կարող է ինչ-որ մի գրքում դա գրված է, բայց չի ապրում այդ ուտեստ այդ բաղադրատոմսը։
Դրա համար դու պետք է ունենաս շատ կոնկրետ տեղեր, հա, հյուրանոցներ, չգիտեմ, այնտեղ բան guest house-ներ, հա, որտեղ որ դու գիտես, որ այդ ընտանիքը օրինակ քեզ կմատուցի շատ կոնկրետ են բաղադրատոմսերը, հա, որոնք որ հենց իրանց մոտ միշտ ընդունված են եղել եւ այլն։ Այսինքն դա էլ չկա։ Հա, հիմա այս վերջի 1-2 տարվա մեջ ավելի լավ է, քան օրինակ 10 տարի առաջ, հա, երբ ես նոր սկսում եմ ունեք իմ պրոյեկտները, այն ժամանակ ընդհանրապես մարդիկ գտնում էին, որ դա հետաքրքիր չի, չեն ուզելու, չեն պատվիրելու։ Ես շատ լավ հիշում եմ, որ Լորիում երևի 2010 թվականներ ու գնացինք մի հատ տենց էլի սենց ճանապարհի վրա տենց տեղեր ու բնականաբար մենք ուտելու էինք այն ինչ ուտում են հա բոլորը, բայց ես ուզեցի մենյուն ու ապշած մնացի, որովհետև այնտեղ կային օրինակ մի 10 տեսակի, հա, ապուրներ, էլ շատ տարբեր, էլ չրապուր, էլ շատ տարբեր ապուրներ, ու ես ասացի, այ ինձ այս սրանց կբեք, ասեց մենք ոչ մի հատը չունենք, այսինքն մենք ասում եմ դե մենք արել էինք այս մենյուն, բայց տենց էլ չեղավ որ ինչ որ մեկը գար ուզեր հա պատվիրեր, դրա համար մենք էլ չենք պատվիրում, այս հին մենյուա տենց մնացել է։ Սա երկու կողմանի է, համ այդ պատվիրողը չկա, համ էլ արդեն էլ չեն առաջարկում։ Ու ինձ թվում է, որ մենք դրանով շատ խիստ սահմանափակում ենք մեր туриզմը, մենք սահմանափակում ենք մեր մարզերի խորը ընկալումը, որ ինչի են այս մարզում, այս գյուղում այսպիսի ուտեստ պատրաստում, հա, որովհետև, չգիտեմ, ստեղ աճում են շատ կոնկրետ բույսեր, հա, հիմա լավ սեզոն է։ Կա պատմություն կարող է այդ մթերքի, հա, այդ կապված, կա ավանդույթ, կա լեգենդ, կա ինչ-որ մի տոն, հա, որ հենց այդ տոնին են կերել այդ ուտեստ, այսինքն, տեսեք արդեն այդ մի ուտեստով դու կարող ես ինչքան բան պատմես այդ մարզի, այդ գյուղի կամ այդ մարդկանց մասին ու շատ ավելի խորը կլինի այդ ընկալումը, քան դու ասես այստեղ բան արձան է, այստեղ կիրճ, այստեղ չգիտեմ, հա, այսինքն դու կապում ես ու սարքում ես դա մի պատմություն ու food tourism-ի մեջ դա շատ կարևոր է, հա, որովհետև այդ մարդիկ որ գալիս են, իրանք գալիս են, որ ճանաչեն մեզ այդ ուտելիքի այդ ուտելիքով, այսինքն էտա այն բանալին, հա, որը որ բացելու է մեր մասին ինֆորմացիան այդ մեթոդով։ Բայց գաստրոտուրիզմը այստեղ կա sense թեթևակի ոնց որ ճիշտ չեն օգտագործում, հա, շատ հաճախ այդ տերմինը։ Գաստրոտուրիզմը ինքը նշանակում է, որ պարտադիր կա գաստրոնոմիկ ինչ-որ մի ռեստորան։ Դա նշանակում է, որը տեղ կա շեֆ խոհարար, որ կա հատուկ ձևավորում, չգիտեմ, հա, ափսեներ, տենց դանակ պատարակախ, այ ոչ թե մենակ, հա, պատարակախ, ընդեղ մենյուն հատուկ մշակված է, տեղի շեֆ խոհարարը ինքը գիտի ինչի է այդ ուտեստը տենց պատրաստել, տենց ջերմաստիճանով, հա, եւ այլ, այսինքն կա այդ բարձր խոհանոցի բաղադրիչը։ Ամեն մի туриզմ չի կարելի, հա, որտեղ դու գնում ես ուտում ես, ասել, որ դա հենց գաստրոտուրիզմ է։ Ինքը կարող է լինի food tourism, կարող է լինի օրինակ բան կուլինարնի туриզմ, որ դու գալիս ես գյուղ ու այդ կնոջ հետ, հա, դուք իրար հետ եք այդ ուտեստը, հա, պատրաստում։ Տենց էլ կարող է լինի։ Բայց եթե դու ասում ես, որ կա օրինակ գաստրոտուրիզմ, այդ ռեստորանը շատ բարձր մակարդակի շատ կարևոր էլեմենտ է։ Մենք նման ռեստորաններ ունենք։ Ունենք, այսինքն մենք փորձում ենք ունենալ, բայց իմ համար ինձ շատ դժվար է, հա, որովհետև որ ինձ ասում են դու ինչ որտեղ ինչ որ բան ես ավարտել, հա, որ գիտես ինչ որ տենց մանուկ, չէ, ուղղակի ես շատ եմ սիրում ուտել ու շատ ռեստորաններում եղել եմ։ Հա, ու ցավոք ես ինձ որ բերում են ուտեստը, ես միանգամից կարող եմ ասեմ, այս շեֆ խոհարարը ընդհանրապես պատկերացում ունի, թե ոնց է պետք մշակել օրինակ այս բաղադրիչը
կամ այն բաղադրիչը կամ ինչ որ ճիշտ համեմունքներ օգտագործումը թե ոչ մեր մոտ ցավոք շատ մեծ ուշադրություն են դարձնում թե ինչ սեղան, ինչ աթոռա լինելու, ինչ դեկորա լինելու մեծ sense բանով ասում են այ ես իմ ինտերիերը արել է այս դիզայները կամ այն դիզայները եւ այլն, բայց օրինակ շատ քիչ ուշադրություն են դարձնում թե արդյոք քո մատուցողները տեղյակ են քո մենյուից երբ որ դու իրանց ասում ես կներեք իսկ սա որ դուք պատրաստել եք օրինակ ինչ որ մի ingredient ստեղ ավելացրել եք թե ոչ օրինակ ասենք որը որ գրած չի ու մատուցողը ընդհանրապես տեղյակ չի ասում է ես էսա իմանամ գամ ինձ միանգամից արդեն էլի մաչկին չի երևում այդտեղ հա ճիշտ է ընտրված այդ կահույքը թե ոչ հա եթե չի համընկնում իրար հետ համը այդ ուտելիքի այդ մատուցողի գիտելիքները հա դու բերում ես ասենք բան գինին ճիշտ չես բացում ճիշտ չես մատուցում դու ասում ես գինին տաք հա ու քեզ մատուցողն ասում է հա բայց մենք տենց ենք մատուցում դու միանգամից այդտեղ հասկանում ես որ այն մարդը ով որ բացել է այդ ռեստորանը չի հասկանում այդ գործից ինքը ուղղակի բացել է ու մեծ հավանականությամբ շատ շուտ կփակվի այդ ռեստորանը ու տենց էլ լինում է հիմա եթե տեսնեք շատ պրոյեկտներ հա բացվեցին եւ ահագին շատ պրոյեկտներ արդեն փակվել են ու էլի փակվելու են այդ հենց նրանից է որ կամ մարդիկ ընկնում են արագ եկամուտի հետևից կամ չեն հասկանում այդ գործից բայց ես գտնում եմ որ ընդհանուր մեր ռեստորանների մակարդակը շատ լավ է հենց նույնիսկ մեր տենց կողքի հարավանային հա այո ես դրանում խիստ համոզված եմ ցավոք մենք շատ հաճախ չենք կարողանում ճիշտ մեր մասին ասել, պատմել ու լուսաբանել այսինքն այն ինստրումենտները հա որոնք որ կարող են պատմեն ասեն այ Երևանը այսինքն շատ հետաքրքիր ունի արդեն պատկեր այդ ոլորտում չենք կարողանում ճիշտ արտահանենք որ արդեն մենք կայանում ենք այդ կայացման հա ճանապարհին ենք Մի շատ հետաքրքիր բան նշեցիք այդ սուպերին հա վերադառնանք մարզային որ այսինքն հետաքրքիր սուպեր ունեն բայց ցանկացող չէր եղել եւ հանել էր մենյուից ինչ անել որպեսզի այդ հետաքրքիր ապուրները կամ ընդհանրապես ճաշատեսակները ունենան պահանջարկ Իսկ որն է խնդիրը, այս սրա դեմ կարելի է ինչ որ ձև պայքարել։ Ինձ թվում է որ պետք է ուղղակի աշխատել, շատ մտածված ու շատ գրագետ ու շատ տարբեր կողմերից։ Նախ պետք է միշտ պատմել այդ մարզերի մասին, որ իրանք ունեն շատ հետաքրքիր մթերքներ, հա, ու օրինակ աշխատել որ այդ մթերքը հա ինքը դառնա ինչ որ չափով բրենդ հա որ օրինակ որ մարդիկ իմանան որ պետքա գան շատ կոնկրետ մարզ, հա, գյուղ այդտեղ աճում է օրինակ, չգիտեմ, բանը Նազրվանի, բան Նազրվան կա, հա։ Այդ ռեստորանը ինքը երևի, չէ՞, պետք է հենց այդ իր հատուկ ուտեստների, հետաքրքիր ուտեստների գովազդով զբաղվի։ Իհարկե, բայց գիտեք ոնց է, նայեք, իրանք չունեն այդ ներուժը, որ նայեք, համ այդ ռեստորանը լինի, համ մարզերում, համ գրագետ լինի շեֆ խոհարար, համ անձնակազմ, համ մի հատ էլ առանձին մարդ, ով որ դա կարող է այդ էջերը, հա, գրագետ վարի, իրանք իրականում այդ ներուժը չունեն։ Իրանց պետք է օգնել, իրանց պետք է անընդհատ հա գնալ մարզ, տանել այնտեղ մասնագետների։ Խոսքը արդեն կառավարության մասին է։ Հա, կարող է դա կառավարություն լինել, ես հիշում եմ, որ 14 թվականին ես ոնց որ sense թեթևակի հա միավորեցի օրինակ Երևանի ինչ որ տեն հյուրանոցներին ու ռեստորաններին ու ասեցի դուք կարող եք անեք մենտրություն հա վերցնեք ինչ որ մարզից ինչ որ մի հյուրանոց կամ ռեստորան նախ բերեք այդ անձնակազմը հա ձեր մոտ բան մի շաբաթ երկու շաբաթ մի ամիս աշխատի դուք ձեր ռեստորանում օրինակ դնեք, որ այ այս մարզում ես գյուղում կա սենց հետաքրքիր տեղ ինքը ոնց որ մեր քույր ռեստորանն է, հա գնացեք իրանց մոտ
Այսինքն շատ կոնկրետ անել կուրացիա ու փորձել իրանց տալ այդ մինիմալ այդ գաղափարները ու ես համոզված եմ որ շատ արագ իրանք դա անցալում են բայց ես իմ փորձից գիտեմ որ եթե դու մի քիչ իրանց տալիս ես այդ ուղղությունները հա մարզերում ասում ես գիտես կարողա դու ես ոչ հայկական հա կտորները բանը ոչ օգտագործես այ օգտագործես սա ու տաս իրան ինչ որ ուրիշ օրինակներ, հա, ցույց տաս թե ոնց կարելի է անել։ Կամ օրինակ դու պատմես, ասենք ինչ որ վատ որակի բան չտնես, օրինակ լուսանկար։ Այ դու դուրս գաս, հա, պատմես, այսօր ունենք, հա, այսպիսի ուտեստ, չգիտեմ, բան օրինակ dish of the day որ անում են, չէ, այսինքն ես օրինակ իմ փորձից գիտեմ, ես մարզերից մեկում հիմա չնշեմ, բայց ինձ խորհուրդ տվեցին ուտել գաթա, շատ տարբեր տեսակների գաթա, ասացին, որ այնպիսի տեսականի կա, որ մտքովդ չի անցնի։ Եվ ես գնացի հենց հիմա օրինակ չգիտեմ, դա այդ մարդկային զրույցն էր ինձ տարել, թե իրոք լավ գովազդ էր եղել որ հասա դրան բայց դե մեկը լույսը չի հանգարում չէին պատմի այսինքն ասենք դուք կարող եք չիմանայիք հաստեղ իհարկե այդ իրար ասելը ամենաարդյունավետն է որ ինչ որ մեկը գնում է ու հավանում է ու հետո հա պատմում է ամենաարդյունավետն է ու մեկը դա ամենալավն է աշխատում ինչքան ուզում ես դու արա այս սոցցանցերում այդ գովազները եւ այլն մեկը քոնկերները հա գնացել են ինչ որտեղ շատ հավանել են ու եկել են քեզ ասում են նենց տեղը նենց հետաքրքիր էր այդ բաղադրիչները այդ գաթայի բայց եթե ինքը չհավաներ այդ համը չէր պատմելու ինչքան ուզում ես դու գրի սոցցանցերում հայ եթե մարդիկ գալիս են չեն հավանում ինչ որ ժամանակ է դա ապրելու հա դրա համար շատ կարևոր է որ ճիշտ պատրաստեն այդ ուտեստները այսինքն ուղակի լինի համով նայեք համովն էլ է շատ սուբյեկտիվ, հա, ինձ համովա ուրիշին չէ կարողա, հա, կամ ինձ աղը պակասա ուրիշին օրինակ շատ է։ Ինքը պետքա լինի, հա, ոնց որ ես ասում եմ, շատ ազնիվ, այսինքն դու տանը, քո մայրիկը, հա, քո տատիկը ոնց են այդ ուտեստը, հա, պատրաստել։ Ու մարդիկ իրականում այդ տուրիստները, որ գալիս են մեր մարզեր, իրան գալիս են դրա հետևից։ Այդ պարս մաքուր պայմաններում, շատ մաքուր պայմաններում դա պատրաստված, այդ ուտեստների հետևից են գնում, այդ պարզ ու ազնիվ այդ մոտեցման համար են իրան գալիս, այսինքն իրանք չեն գալիս, որ դու իրանց 10, օրինակ ես վերջերս ասում եմ, հա, մի հատ ռեստորանատերը ասում, իսկ ինչ պանիրներ ունեք, էլի, օրինակ դուք մարզում, ինչ որ ունեք, ինչ որ տենց պանիր, որ օրինակ Երևանում չկա, կամ ինչ որ ձերն է ու շատ լավն է, ասենց համ բուրատա, ասեմ կներեք, բայց ասենք բան բուրատան մեղմ ասած կապ չունի էլի, այս մարզի հետ կամ մեր երկրի հետ, հա ասում եմ, բայց ստեղա չէ արտադրվում, ու համառորեն համատարած, բա սկսել են այդ օգտագործել ռուկոլա, բուրատա, բենեդիկտ, չգիտեմ ընդեղ բան, շակշուկա, հա, եւ այլն եւ այլն։ Մենք ունենք բավարար շատ հետաքրքիր ուտեստներ, որ չհեռվանանք, այո, կարող ես 1-2 հատ ունենաս, հա, եթե տուրիստը մնում օրինակ ապացուցված է, որ դու ցանկացած տեղ, հա, որ մնում ես 3 օր, այդ դրանից ավել դու չես կարող ուտես այդ տեղական ուտելիքը, արդեն ուզում ես ինչ-որ բան ծանոթ համեր։ Այսինքն, եթե տուրիստը մնում է, հա, քո մոտ շատ երկար ժամանակ, այո, դու ունեցի քո մենյուում ինչ-որ մի եվրոպական բաներ, կամ տեղացիների, հա, համար, ովքեր ուզում են գան այդ պիցան ուտեն, կամ այդ ցեզերը, հա, ունեցի, բայց քո արժեքը նրանում է, թե ով ես դու, ինչա քո մայրիկը պատրաստել, հա, քո տատիկը պատրաստ, դրա համար են գալու, հա, տուրիստները, չեն գալու, որ ուտեն
ցեզերը, որը շատ հաճախ շատ վատ է պատրաստված լինում։ Պլեջ, պետք է վաճառել։ Օրինակ, հաղորդման ժամանակը շատ չի մնում, բայց այդուհանդերձ ունենք դեռ ժամանակ, դրա համար ուզում եմ մաքսիմալ արդյունավետ օգտագործենք։ Կապանում տեղի ունեցավ ֆեստիվալ, կարելի է այդ անվանել, միջոցառում, հա, խնդրում եմ մի քիչ մեզ պատմեք, որովհետև ես հետևում էի նկարներով, վիդեոներով, ցավոք սրտի չկարողացա ինքս մասնակցել, բայց որքան հասկանում եմ, սա եւս մեկ քայլ է դեպի գաստրոտուրիզմ։ Ուրեմն մեր պրոյեկտը Gastrocamp Armenian դա կազմակերպված էր հենց նրա համար, որ զարգացնել հա մարզերը ու այնտեղ բացահայտել այդ հատուկ ուտեստները եւ անել այդ ամբողջական պատկերը, այսինքն եւ ինչ որ մի հետաքրքիր վայր, հա, ասենք ավանդույթ, պատմվածք, ասենք ինչ որ մի արարողություն, ուտեստ, մարդ, որ դա մատուցում է այլ։ Եվ մեր կապանի պրոյեկտը դա հենց նրա մասին է, որ մենք օգնենք, որ կապանը բացահայտի իր ներուժը, հա, կարողանանք ցույց տանք, թե իր ուժեղ կողմերը որն են ու բրենդավորենք։ Սա իրականում, հա, որ մենք արեցինք դա հենց այդ շատ հետաքրքիր ձևաչափով այդ աշխատաժողովներ, որտեղ մենք բերեցինք եւ պատմաբաններ եւ մշակույթաբաններ, շեֆ-խոհարարներ ու շատ հետաքրքիր կրեատիվ թիմ, հա, ովքեր որ պետքա հենց այդ ամբողջ ինֆորմացիան հա կարողանային եւ բացահայտեն եւ հետո մեզ պատմեն թե ոնց ենք դա մատուցելու։ Դա ընդհանրապես մի մասն է մեր պրոյեկտի, բուն պրոյեկտը կլինի մայիսի վերջ, որ այնտեղ կլինեն բազմաթիվ դասընթացներ հենց ոլորտի համար, որ պատրաստենք այդ ոլորտը եւ իհարկե ամենահետաքրքիր ու վառ իրադարձությունը դա շեֆ էքսպեդիցիան է, որը մենք կկազմենք այդ քարտեզը, այդ գյուղերի, այդ ուտեստների, այդ մարդկանց ու շեֆերը հա գնալու են այդ ճանապարհով, անեն այսպես ասած test drive, թե ոնց է գալու այդ տուրիստը, ուր է գնալու, ինչի համար, ինչ է փորձելու եւ ում է հանդիպելու իր ճանապարհի վրա։ Եվ ինձ թվում է, որ այդ ձևաչափը, հա, որ մենք մշակել ենք, մեզ թույլ է տալիս շատ կարճ ժամանակում անել այն ինչը որ օգնելու է հա կապանին նորովի հա մոտենալ այդ туриզմին ու նրան թե ոնց կարող է ինքը իր մասին պատմի, որտեվ ես շատ հաճախ լսում եմ, որ եկեք մենք PR անենք, կներեք, չես կարող անես PR, եթե չես ձևավորել այդ բովանդակությունը։ Այսինքն դու կարող ես շատ պատմես, հա, կապանի մասին, կամ Գորիսի մասին, կամ այլ քաղաքների մասին, բայց քո ոլորտը օրինակ է, պետք է շատ պատրաստված լինի, ընդունի այդ հոսքը, հա, շատ գրագետ ընդունի, հա, որ այդ ձեր ասած, որ ինքը գնա ու եւս մի 10 հոգու պատմա, ես գնացել էի օրինակ Հայաստան, Կապան, դու չես պատկերացնում այդ ինչ տեղ է, դու անպայման պետքա գնաս, բայց դրա համար դու պետքա այդ ինֆրաստրուկտուրան դու պետքա այնքան լավ ձևավորես ու պատրաստես, որ չլինի դες, որ ինքը մի պատկեր է տեսնում սոցցանցերում, բայց գալիս է ու առնչվում է ուրիշ իրականության հետ։ Հեռանկարներ կան, այսինքն այս բանը ոնց հասկացա կապանով ենք զբաղվում հիմնականում, բայց որքան ես եմ հասկանում, ըստ ամենայնի սա տենց համահայկական ծավալ ձգտում ունեցող նախագիծ է, ճիշտ եմ հասկանում։ Այո, մենք արդեն արել ենք Տավուշում ու Կոտայքում, իհարկե շատ ավելի փոքր, հա, ծավալով, բայց իհարկե ես շատ կուզենամ, որ մենք բոլոր մարզերին օգնենք, հա, իրանց համար այդ փաթեթը մենք ձևավորենք, այդ քարտեզը, հա, ճանապարհային, ի վերջո դա պետք է դառնա այդ քարտեզը, որ իրանք դրանից օգտվեն, հա, կազմենք մենյու, որ իրանք հասկանան, որ կան հին բաղադրատոմսեր, բայց կարող է իրանք հա այլևս էլ ակտուալ չեն ու մենք չենք կարողանալու հա դրանք պատրաստենք օրինակ մեր կաֆեներում կամ հյուրանոցներում, բայց կա շատ հետաքրքիր հա մթերք, որը որ
ու կա արտադրողը ու ինչու չստեղծել նոր բաղադրատոմս, որ այդ արտադրողը անընդհատ ունենա իր կլիենտին իր կողքը հա գտնվող այդ ռեստորանում կամ հյուրանոցում։ Դրա համար այս պրոյեկտը շատ կարևոր է այդ տեսանկյունից, որ մենք դա բացահայտում ենք ու պատրաստ պրոդուկտ ենք տալիս այդ մարզին, որ ինքը կարողանա դա հետո օգտագործել, այդ ինֆորմացիան ինքը լինելու է բաց, այդ դասընթացները իրենք անվճար են։ Մենք, այսինքն ամեն կողմից ուզում ենք այդ մարդկանց պատրաստենք, որ երբ որ սկսենք անել արդեն եւ մարզը եւ քաղաքը հա PR, իրար արդեն հա կբռնի այդ երկու բանը։ Տրամադրությունները կապանում ինչպիսին են, այսինքն քաղաքը բաց է նոր բան սովորելու, տուրիստներ ընդունելու, թե չէ։ Դեռ կան չէ քաղաքներ, որոնք կարծես թե գեղեցիկ են, լավն են, բայց երբ որ դու որպես տուրիստ ես գնում, հասկանում ես, որ այնքան էլ մթնոլորտը tourist friendly չի, այսպես ասենք։ Կարող է լինի, որովհետև երբ որ դու տուրիստ ես, ինչն է քո համար կարևորը, որ դու կարողանաս բաց աղբյուրներում գտնես շատ հարմար ինֆորմացիա։ Ուր գնալ, որտեղ ապրել, ինչ ուտել, պետքա լեզուն, այդ լեզվի այդ բարիերը պետքա չլինի ինչ որ չափով, բայց այդ ամեն ինչում հիմա շատ հեշտ լուծումներ կան, բայց ինձ թվում է որ կապանը ու նաև մեր մյուս քաղաքները շատ ավելի բաց են նոր բան իմանալու ու սովորելու, քան օրինակ Երևանը, որտեվ ստեղ մարդկանց թվում է իրանք արդեն ամեն ինչ գիտեն այս ոլորտում, իրանք ճամփորդել են, իհարկե իրանք տեսել են, բայց իրականություն չի դա, որովհետև երբ որ դու չունես այդ բազային այդ կրթությունը ու դու ոնց որ ստեղից ընդեղից այդ բաները վերցել ես, չի դառնում sense միասնական, պատկեր։ Իսկ մարզերում այդ սովը կա շատ են մարդիկ ուզում, որ դու բերես լավ մասնագետ, ուզում են, որ իրանց ասես ինչը լավ չի, իսկ սա ոնց փոխեմ, իհարկե կա տեղ էլեմենտ, որ պետքա դու սկզբից այդ վստահությունը ձեռք բերես, գրավես, ու հետո կարող ես արդեն իրանց ասես, որ գիտեք ինչ, սա լավ չի կարելի, սա ճիշտ չի, եկեք սա փոխենք, եկեք ուրիշ ձևի անենք, բայց ես տեսնում եմ հիմա այս փուլում ինչքան բացակապանը ու ինչքան իրանք այդ ակնկալիքով են ապրում, որ հեսա մայիսին պետքա գան այդ մասնագետները, արդեն բոլորը գիտեն, տեղյակ են ու գիտեն, որ ամբողջ անձնակազմը օրինակ մեծ հյուրանոցի պետքա պարբերաբար գա այդ դասընթացների ու մասնակցի, որտեվ իրանք ուզում են, որ ավելի լավ լինի եւ նաեւ ուզում են, որ աշխարհը իմանա, թե ինչ քաղաքակապան է։ Այդ այնքան շատ կարևոր էլեմենտ է այդ, որ դու մարդուն ասում ես, որ դու դրա վրա ես աշխատում, որ ես ուզում եմ, որ աշխարհը իմանա, որ մենք սենց քաղաք ունենք ու խուստուփ ունենք։ Տուրիզմի մեջ պետք է ինչ-որ ամբիցիաներ լինեն, էլի, բացի գումար վաստակելու ցանկությունից, ինչ-որ տենց վերգումարային ամբիցիաներ էլ պետք է լինեն, որ աշխարհի ներկայանալու համար։ Շատ շնորհակալություն, մեր ժամանակը ցավոք մոտեցավ ավարտին, մենք կհետևենք Ղափանում դեպքերի զարգացմանը, ինձ թվում է բարբերաբար հենց մեր ստուդիայում կխոսենք այս մասին, շատ հետաքրքիր է, մյուս մարզերն ինձ թվում է կմիանան։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք ռազմավարական պլան տուրիզմ հաղորդաշարը Աննա Մազմանյանի հետ, նա կառավարման փորձագետ է եւ այս պահին գաստրո քեմփի ղեկավար, տաղավարում աշխատեց Լիանա Խաչատրյանը։ Ստեսություն, շնորհակալություն։ Ստեսություն։